իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, մենք շարունակում ենք լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները եւ պետք է ուղիղ ասեմ, որ այո, նաեւ մենք էլ ենք սրտնեղում, որ ինչու այս նրբությունները ի սկզբանե չենք նկատում, բայց նաեւ օբյեկտիվորեն երբ որ նայում ես եւ նաեւ այս համոզմունքը իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ միևնույն է այդ բանաձևը ինքը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա իր խնդրին հանդիպի, որպեսզի այդ խնդրը լուծվի, որովհետեւ ի սկզբանե չկա այդպիսի մի մեխանիզմ, նույնիսկ ես չգիտեմ արհեստական ինտելեկտը դա կարող է անել թե չէ, առաջիկայում պետք է փորձել, որ բոլոր հնարավոր խութերը եւ նրբությունները կարողանա նկարագրել եւ ի վերջո նաեւ խնդիրը հետեւյալն է, որ մենք դեպքեր կա որ նկատում ենք, բայց մտածում ենք, որ հետագայի համար այդ հարցերը կլուծենք, անցյալի համար պետք չի լուծել, ինչպես օրինակ ձեր նշած մի այն դեպքերը, երբ որ կատարվել են անձի համար վճարումը, բայց ոչ անձի կողմից, բայց անձի միջոցներով, այսինքն այսպիսի բարդ կոմբինացիաներ կան, որ մտածում ենք, որ հետագայում աշխատենք, որ քաղաքացիները այդպես անեն, բայց երբ որ հարցերը բարձրացվում են, տեսնում ենք, որ արդարացի է եւ այսօր էլ նպատակին ծառայելու է, անկանխիկ է արված, տեսանելի է, թափանցիկ է ամեն ինչ, այդ դեպքում իհարկե մենք պետք է լավարկենք եւ պիտի ասեմ նաեւ, որ այս պահի դրությամբ, համենայն դեպս այս պահի չէ, 3-4 օրվա, 2 օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության 37,737 քաղաքացիներ այս համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր են լրացրել եւ նրանցից 17,000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 16,271-ը արդեն ստացել են սոցիալական կրեդիտները եւ ընդհանուր առմամբ պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ, այսինքն 1.5 միլիարդ համարյա արդեն քաղաքացիները հետ են ստացել, այդ մարդիկ կոնկրետ անազգանուններով են, սա այն դեպքի համար, երբ որ իմիջիալոց կարևոր է նաև ուրիշ թիվ ասել, իսկ ինչքան լրացուցիչ հարկ է գեներացվել, այդ որ ասում են, սա անում են, որ լրացուցիչ հարկ գեներացվի, իսկ ինչքան լրացուցիչ հարկ է գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ, որը էլի վատ չի, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է, այս գեներացվել է, որովհետև պետք է գեներացվեր, այսինքն այնպես չի, որ չպիտի գեներացվեր եւ գեներացվել է, եւ նաեւ ուզում եմ հետեւյալը ասեմ, օրինակ էլի Էստոնիա կատարած այցի արդյունքները, որովհետեւ եւ թվայնացման, եւ հայտարարագրման, եւ տարբեր առիթներով մեր խորհրդակցությունների ժամանակ անդադ հնչում է Էստոնիայում էսպես է, Էստոնիայում այնպես է, Էստոնիայում ոչ մի բան կներեք չեմ պարտադրում քաղաքացիներին, Էստոնիայում ասում են կուզեք սենց արեք, կուզեք նենց արեք, կուզեք ընդհանրապես մի արեք, բայց ուզում եմ մի էսա կանդրադառնանք, օրինակ 2002 թվականից, եթե թիվը ճիշտ եմ ասում, նույնականացման ID քարտ ունենալը Էստոնիայում պարտադիր է, այսինքն եթե 2002 թվականից, հələ թիվը նայեք, 23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր է, այսինքն եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել, բացարձակապես ոչ մի գործարք, իհարկե դա եմ ասում, դա մի օրում չի եղել, որ բայց ժամկետ է տրվել, ասել է այս թվին ID քարտ ունեցաք, կանեք, չեք ունենա, չեք անի։ Համընդհանուր հայտարարագիրը, էլի եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ոնց որ թե ճիշտ եմ հասկացել, համեն դեպս պլանավորել ենք, որ այնտեղից գործընկերներ հրավիրենք, ովքեր ներկայացնեն Հայաստանում տարբեր սկսած համալսարաններից, մասնավոր բիզնեսում եւ այլն։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար։
բոլորի համար, առանց բացառության բոլորի համար։ Ասենք բոլորի թոշակառուների, ոչ թոշակառուների, աշխատողների, չաշխատող բոլորի համար պարտադիր է։ Այն տրամաբանությամբ, որ այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, եթե թվային չեք ուզում ներկայացնել, կարող եք ներկայացնել նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով։ Ինչի, որովհետև գուցե նաև այն պատճառով, սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային եղանակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ որ գործողություն անել եւ էսել հաջորդ գործոնը։ Օրինակ մենք նաև խոսում էինք թվային որոշ պլատֆորմների գործարկման մասին, օրինակ մեզ ներկայացվեց, որ թվային պլատֆորմներից մեկի գործարկման առաջին ամիսներին, առաջին շրջանում, ասենք ենթադրենք հիմա ճշգրիտ չեմ ասի, որ ամիսը կամ գուցե տարին, օրը, այսինքն ընդամենը 600 օգտատեր էր օգտվում դրանից։ Այսինքն համակարգը ներդրվել է 600 օգտատեր է օգտվել դրանից, հիմա օգտվում է ըստ էության ամբողջ բնակչությունը, բայց 600 օգտատերոջ հետ կոմունիկացիա տեղի ունեցել։ Մարդիկ փորձարկել են, բողոքել են, դիմել են, արձագանք են տվել եւ այլն, եւ քաղաքացիների արձագանքների հիման վրա լավարկվել է, այնքան մինչեւ դարձել է, որ այսօր գործնականում այդ ծառայությունից այլ ամբողջ բնակչությունը օգտվում է դրանից։ Եվ հետո հաջորդ մի հատ ուրիշ հանգամանք կա, որ տեսեք, մենք Էստոնիան աշխարհում առաջատար երկիրն է թվայնացման բնագավառում, բայց երբ որ մենք ասում ենք վայ արդեն 2 կամ արդեն 7 կամ արդեն 5 տարի է, բա թվայնացնում ենք, բա ինչի թվայնացումը առաջ չի գնում, նախ քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, ինչ ուզում եք արեք, այսինքն թվայնացման անկյունակարը ID քարտն է, եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չի, դա բացառված բան է, այսինքն թվայնացում կարանք ունենանք, բայց բանի, ասենք ռամկի մեջ դնենք, պատից կախենք, ասենք տեսեք մենք թվայնացում ունենք, որպես կիրառական գործիք, դրա համար պարտադիր է որ ունենան ID քարտ։ Հաջորդը, Էստոնիայում թվայնացումը տևել է, անցած տարի իրանք թվայնացրել են իրանց վերջին ծառայությունը հանրային, որը թվային է, Էստոնիայում թվայնացումը տևել է ինչքան։ Ուղիղ 35 տարի։ Ուղիղ 35 տարի։ Եվ սա նույնպես կարևոր արձանագրում է։ Մենք նեղում ենք, ասում ենք ոնց անցած տարի բանը բյուջեով ընդունեցինք, այս տարի ոնց էլ չենք ավարտել թվայնացումը։ Դե այդ թվում չենք ավարտել, որովհետև նրանք ովքեր ավարտել են սկսել են 40 տարի առաջ։ Մենք ուզում ենք այսօր սկսենք, վաղը ավարտենք։ Այս վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Գործարար աշխատաժողովի ժամանակ, իմիջիալոց, չգիտեմ, մեր գործընկերների տպավորությունները ինչպիսին են, բայց այն շատ ավելի հաջողված էր, քան ես ի սկզբանե ակնկալում էի, բայց այսպիսի մի հետաքրքիր դրվագ կար, շատ է խոսվում կառավարության եւ ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաեւ իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ, այսինքն կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը, իհարկե շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը կառավարությունը դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունը մարմինն է, որ պարտավոր է 7 չափի 1 կտրի, հələ 8-9 չափի 1 կտրի։ Ուրիշ բան եղավ, ես մի ընկերության, որ հարգելի գործընկերոջ, որ բարձրացնում էր այս հարցը, ասացի, կներեք, իսկ ձեր ընկերությունը ինչ պլանավորում ունի, այսինքն դուք ձեր գործունեությունը ինչ ժամկետի համար եք պլանավորում, ինքը ասեց 6 ամսից մի տարի ասեց, թե 5 տարի։
6 ամսից մի տարի, հա, ասեց դե մեր պլանները 6 ամսից մի տարի է, ասցի էդ է պատճառը, որ դուք ասում եք դանդաղա, որովհետև դուք մենք բոլորս, մենք նույն ձևի մտածող մարդիկ ենք, չէ՞, նույն մեկը կյանքը մեկին բերել է, կառավարություն մյուսին տարել է բիզնես, բայց նույն մարդիկ ենք։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք եւ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում, կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում, դե ասում է ուշանում եմ քշի, բայց ասում ես մի րոպե եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։ Հնարավոր չի բարձրանալ ավտոբուս եւ ակնկալել, որ տաքսիի կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի բանով տեմպով մենք կարող ենք առաջ գնալ։ Ուրիշ բան, ավտոբուսը պետք է արագ լինի, բայց ավտոբուսը կարող լինի արագ լինի ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք ուզում ենք, որ տաքսո արագությամբ քշես։ Չի լինի տենց, եթե մենք տաքսո արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որը պետք է կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնել կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ։ Այսինքն մեր իրականության մեջ ես անընդհատ բախվում եմ դրան։ Ես անընդհատ ավելի խորանում իմ համոզմունքը, որ այս տրամաբանությունն է, որ մենք ավտոբուս ենք նստում, ուզում ենք տաքսո արագությամբ շարժվենք։ Եվ սա պետության էլի ոնց գալիս եմ, ոնց մտածում եմ պետության եւ ապա պետության միջև այդ ճեղքում է ամեն ինչը, որ մենք չենք կարողանում տենց էլ այդ ճեղքը լցնել այնուամենայնիվ արձանագրելով, որ պետությունը ուրիշ մարմին է, ինքը այլ կերպ է գործում, այլ տրամաբանությամբ է աշխատում։ Էլի եմ ասում, ամենևին չժխտելով եւ ավելին գծելով պետության մարմինների էֆեկտիվության, արագության, բայց էլի եմ ասում, ինքը կարա արագ լինի ավտոբուսի արագության ստանդարտով, ավտոբուսի արագության ստանդարտով, որովհետեւ ինքը հանրային ծառայություն է, հանրային ծառայություններ է մատուցում։ Հնարավոր չէ ծառայությունը մատուցել մեկին ի հեճուկս մյուսի շահերի, եւ այստեղ շահերը երբեմն ոչ թե երբեմն պետք է հավասարակշռված լինեն, եւ սա շատ կարեւոր տրամաբանություն է։ Բայց վերադառնալով էլի մեր իրականության մեջ այսպիսի բան կա, մի անգամ ես դա հրապարակային նույնիսկ ասացի, բերել օրինակներ, ասենք նույնիսկ մեր բանում, մեր քննարկումների ժամանակ հնչում է սենց, Էստոնիայում սենց է, Էստոնիայում նենց է, եւ ել չեմ ասում, առիթ ունեցել եմ ասելու, դե Հայաստանում մենք բոլորս, մեր 95%-ը Իսրայելի հարցով փորձագետ է, Իսրայելի ու Սինգապուրի։ Ինչ խոսում ես, մեկ է հազարավոր մեկնաբանություններ, Սինգապուրում սենց է, Իսրայելում նենց է, բանում ժողովուրդ մենք կներեք այս խոսույթներն էլ նշանակում են էլի մեր բանը, մեր վերաբերմունքի անլրջությունը, որովհետև հատկապես պաշտոնական քննարկումների ժամանակ, եթե որևէ մեկը որևէ երկրի, որևէ օրինակի անուն տալիս է, ինքը պետք է գոնե նվազագույն փորձագիտական գիտելիքներ ունենա, թե ինչի մասին է խոսում։ Մեր իրականության մեծագույն խնդիրներ, եւ ելի եմ ասում, ընդ որ ես խոսում եմ մեր իրականության խնդիրների մասին, ստեղ ամենամեծ գայթակղությունն է, որ տպավորություն ստեղծվի, թե ես խոսում եմ ուրիշների մասին։ Ոչ, ես խոսում եմ առաջին հերթին իմ մասին, որովհետև ես այս հանրության մի մասն եմ եւ մենք բոլորս մեր հանրության մի մասն ենք։ Բայց մենք պետք է ինքնահայեցում անենք, ասենք չի կարելի սենց, մեկ էլ բանի լուրերով ասենք մի հատ կամ բանում
Facebook-ում կամ YouTube-ում մի հատ reel ենք նայում, բան տենց ու հաջորդ օրը չենք համբերում, որ օրը լուսանա եւ երբ ենք միկրոֆոն գտնելու, ասել որ բա գիտեք բանում Դանիայում սենց է։ Չի կարելի տենց անել։ Չի կարելի տենց անել։ Որտեւ հիմա ասենք ես այնքան Հայաստանում Էստոնիայի մասին այնքան բան եմ լսել, Էստոնիայի թվայնացման, Էստոնիայում հարային կառավարման եւ այլն, ինչ գնացել եմ այնտեղ տեսել, 90%-ը կապ չունի այն ինչի օրինակը բերում են։ Էստոնիայում թվայնացում սենց է, ասում եմ, Էստոնիայում 2002 թվականից բանը ID քարտը պարտադիր է։ Եվ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ո՞րն է գաղտնիքը, ժողովուրդ ջան, ասեք, ո՞րն է գաղտնիքը, որ դուք առաջատար երկիրն եք թվայնացման բնագավառում։ Եվ հնչել եմ հստակ ես, ինձ թվում էր, թե հեսա կասեն կմեջբերեն էստոնացի ժողովրդի առանձնահատկություններ, որը իհարկե կա, չի կարող, ամեն երկիր ունի իր, բայց ստացել եմ շատ պարզ պատասխան։ Մենք 2002 թվից ID քարտը դարձրել ենք պարտադիր, բոլորի համար, այո, բոլորի համար, բայց բոլորի համար, այո, բոլորի համար, բայց իսկականից բոլորի համար, այո, իսկականից բոլոր նշանակում է բոլոր, այսինքն հիմա պատուհանից ում որ ցույց տանք իրանց համար էլա պարտադիր, այո, բոլոր նշանակում է բոլոր, մեր մոտ բոլորը գիտեք ինչ նշանակում, եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք, բոլոր նշանակում է, բացի սրանից, պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում, ինչու ու բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, օրենքը, ամոթ չի ես մարդկանց վրա տարածես, բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը, բոլորի համար, բոլորը պետքա լինեն թափանցիկ, իհարկե բոլորը պետքա լինեն, բայց 87 կատեգորիա կա, որ եկեք պետք չի, իրանք լինեն թափանցիկ, որտեվ իրանք մեկա ցույց տալու բան չունեն, եթե մեկը ցույց տալու բան չունի, ինչի լինի թափանցիկ, պարզվում է, որ տենց գնում ենք, պարզվում է Հայաստանում 4-5 հոգի կա, որ բան ունի ցույց տալու, մնացած բոլորը դե խի պետք է բան ցույց տան, լավ 14, լավ 100, ասենք այս սենյակում նստածները եւ 1-2 ուրիշ սենյակում վերջ, պարտադիր, բայց պարտադիր է բոլորի համար, բայց ընդ մի հատ անցումային դրույթ կա, որ դե 1200 տող կատեգորիայի համար դա չի վերաբերվում նրանց, ամեն ինչը, սենց պետություն չենք դառնա սենց մենք, չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում, ամեն ինչը, մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա, քրեական օրենսգրքում գրած չի մեկական կատեգորիաներ, որ դա իրան չի վերաբերվում, քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ, երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով կռուտոյ չի, էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման կռուտոյ է, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի, և այդպես շարունակ, դրա համար է օրենքի նկատմամբ մեր երկրում էս է վերաբերմունքը, որովհետև դե թե օրենք ստիպված ես, ուրեմն ինչքան էլի, ինչքան այս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել էլի, ոնց այս կյանքում այդ դպրոց, մանկապարտեզ, բու, աշխատավարձ, վերջը քուչա կա, վերջը բան կա, ծնունդ կա, այդքան չունես քո կյանքում արած, որ բան ունենաս, բացառություններ ունենաս։ Ոստեղ պրոբլեմը ես բանից գրում եմ, ես Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից, նայում եմ ասում եմ, ոնց կարա էլի, քաղաքը սենց բան է լինի, հլան ենց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են, դե գիտես գարունա բանա, երևի տեսել էին գրառումները, որ
ասում են դե գարուն է բան, տենց մի քիչ լավ է մաքրած էլի։ Նկատի ունեն այնքան վատ էին զգում, որ տենց ես տենց ուժեղ տպավորության տակ եմ մնացել, թե ոնց կարա քաղաքը այսքան մաքուր լինի։ Պատկերացրիք, չէ՞։ Ասում են դե գարուն է բան, հիմա մի քիչ շատ է մաքրված էլի, դե տենց մեր ամառ աշնանդեմը այսքան մաքուր չի լինի, ասենք մարդիկ նեղվել էին, որ ես մարդ հայկե ուրիշ երկրից եւ տենց տպավորվել է։ Մեր արձագանքը, ինչ եմ գրում, ասում եմ, քաղաքը սենց մաքուր կարա լինի այն դեպքում, եթե մաքրողը երբ որ մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն մաքրելուց հետո քիչ են մարդիկ կամ չկան, որ ծխում գցում են, բան ուտում գցում են, խմում գցում են, ուղակի գցում են։ Ասում եմ, էստոնացիք վատ են զգացել, ասում են, գարնանային աշխատանքներ են արված, տենց համընկել է։ Մեր արձագանքը քաղաքապետը, նախարարը, վարչության պետը, բանը, այն ժեկի պետը, այն ժողովուրդ ինչքան կարելի է, վայ այսօր չեմ բերե բանի, Մեսրոպ Մաշտոցի այդ առակացի առաջին, ինչքան կարելի է սենց բան անել։ Պտտվել անընդհատ կողքով շրջանցել իրականությունը։ Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են, ես ասում եմ քաղաքը կարա մաքուր լինի, մենակ այն պարագայում, երբ որ մաքրելուց հետո շպրտողները, աղբը թափողները եւ ծխել գցողները քիչ են։ Չէ, բարձ բան եմ անում։ Կարանք էքսպերիմենտ անենք, հիմա գնամ գրառում անեմ, բացենք տենենք տակը ինչ է գրած։ Քաղաքապետը, վարչապետը, նախարարը, ժողովուրդ ինչ կապ ունի։ Ես եմ մեղավոր, որ մենք ծխում գցում ենք, ես 2004 թվականից չեմ ծխում։ Կներեք, սենց էլի կես ժամանոց սեղում արի, բայց դե այն, որ ասում են, այսքանից հետո համեցեք վարանը։